Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Ժողովուրդ օրաթերթը գրում է. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն օրերս ազգային ժողովում ներկայացրեց 2024 թվականի հաշվետվությունը։ Հաշվետվության համաձայն հանձնաժողովն իրականացված վարույթի շրջանակում արձանագրել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում CPS Energy Group, Flash, Megatrade ընկերությունները, Maxoil եւ Camoil ընկերությունները բենզինի իրացման գները ընդհանուր առմամբ փոխել են նույնանման անկախ այն հանգամանքից, որ նրանց ծախսերը միմյանցից էականորեն տարբերվել են։ Ընկերությունների անուղղակի հակամրցակցային համաձայնության վարքագիծն առավել վառ դրսևորվել է 2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր եւ 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Դատավոր Արտուշ Գաբրելյանը կալանավորվել է, այս մասին Նյուզեմին հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Հիշեցնենք, որ դատավոր Արտուշ Գաբրելյանը ապրիլի 29-ին դատական նիստի է եղել, երբ իրավապահները գնացել են դատարան նրա աշխատասենյակում խուզարկություն իրականացնելու։ Դրանից հետո գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու թույլտվություն ստանալու համար դիմել էին ԲԴԽ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ազգային ժողովը քաղաքպայմանագիր կուսակցության կցորդը դարձած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու նրա փոխարինող ՔՊԱ-ական մյուս տեղակալները շարունակում են իշխանական падգամավորների գործողումների խրախճանքն ապահովել։ Պաշտոնական աղբյուրներից օրաթերթը պարզեց, որ 2025 թվականի գարնանն ու ամռան ընթացքում Հայաստանի ազգային ժողովի մի շարք իշխանական падգամավորներ կգործուղվեն արտասահման մասնակցելու միջազգային տարբեր համաժողովների։ Նրանց գործողումները կազմակերպվում են պետական բյուջեի հաշվին, սակայն ինչպես արդեն ընդունված է դարձել վերջին տարիներին, այս աշխատանքային այցերում ընդդիմադիր падգամավորները ներգրաված չեն։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Մայիսի 9-ին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարները Մոսկվայում կմասնակցեն երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին, սակայն Փաշինյանի այցի մանրամասները գաղտնի են պահվում։ Դեռևս մարտի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացած հեռախոսազրույցից հետո Կրեմլը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերն ու մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում նախանշված հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի հոբելյանական տոնակատարություններին։ Հրապարակ օրաթերթը գրում է. արդեն 2 շաբաթ է քաղաքպայմանագիր կուսակցությունը վարչության նիստ չի անում։ Սովորաբար կուսակցության ղեկավար մարմնի վարչության նիստերը տեղի են ունենում ամեն 3 շաբթի, որից հետո կուսակցության եւ վարչապետի էջերով տարածվում են նիստերից տեսանյութեր, հաղորդագրություններ։ Ոչ նախորդ շաբաթ, ոչ նախորդին վարչության նիստերի մասին ոչինչ չի տարածվել։ ՔՊ-ից ոչ պաշտոնապես հայտնեցին, թե քվորումի խնդրով պայմանավորված նիստեր չեն արվում։ Վարչության անդամների մեծ մասը բացակայում է երկրից, գործուղումների անվան տակ ների մեջ են։ Հրապարակ օրաթերթը գրում է. ԿՊԱ-ական նախկին падգամավոր Նարեկ Զեյնալյանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար նշանակվելուց հետո հիվանդանոցում սպասողական իրավիճակ է, կրքերը թեև հանդարտվել են, սակայն մեզ հասած տեղեկություններով Զեյնալյանին կոլեկտիվը շուրջ 2 շաբաթ գրեթե չի տեսել։ Նրա հայտնությունը կոլեկտիվում տեղի է ունեցել 3, նա շրջել է բաժիններով։ Մեզ ասացին գույքագրում է ունեցած-չունեցածը, լսում կոլեկտիվի բարձրացած հարցերը։ Հիվանդանոցում շարունակում է աշխատել նաև նախկին տնօրեն Արման Հովակիմյանի ընկերուհին Երանուհի Սարգսյանը։ Հրապարակ օրաթերթը գրում է. գրել էինք, որ նախորդին ուշ երեկոյան աշխատանքից ազատման դիմում է գրել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանելյանը։ 3 ՍԱՏՄ խոսնակը հաստատել է մեր լուրը, նշելով, որ դիմումը գրվել է ուշ երեկոյան եւ մանրամասներ չի հաղորդել, թե ինչու է նշանակումից մոտ կես տարի անց Դանելյանը հեռանում կառույցից։ Նա ՍԱՏՄ ղեկավար է նշանակվել 2024 թվականի դեկտեմբերին, սակայն այդ կառույցի ղեկավար դառնալու ցանկություն ուներ դեռևս 2022 թվականից։ Նա վարչապետի աշխատակազմի
պատերազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմն է, ՍԱՏՄ-ում կարծում եմ, որ այս տանդեմն է քանդել նախորդ պետերի Գեորգի Ավետիսյանի եւ Արման Հայրապետյանի ոտքի տակ եւ ամեն ինչ արել, որ Դանիելյանը նշանակվի։ ՍԱՏՄ խոսնակը մեծ զրույցում ասաց, որ Դանիելյանի ազատման պատճառների մասին ոչինչ ասել չի կարող։ Հրապարակ օրաթերթը գրում է. շաբաթ օրը Սյունիքի մարզի Գորիս համայնքում Սյունիքի մարզպետի գավաթ անվանումով բասկամարտի առաջնություն է անցկացվել եւ առաջնության հաղթողները դրամական պարգևներ են ստացել։ Իր պատվին կազմակերպված միջոցառմանը ներկա եղել նաեւ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Հաղթողները պարգևատրվել են։ Պաստորեն Նիկոլ Փաշինյանն իշխանական հիերարխիայում ոչ է թելադրում։ Նա մորուք է պահում, բոլորը դառնում են մորուսավոր։ Կեպի է դնում, սկսում են մյուս պաշտոնյաներն էլ կեպի կրել։ Վարչապետի գավաթ մրցաշարներ անում, հիմա էլ դա դարձել է թրենդային, Երևանի քաղաքապետի գավաթ են կազմակերպում, բռնցքամարտի մրցաշար, անգամ Սյունիքում են մարզպետի գավաթ կազմակերպում։